Հայ-իրանական սահմանից ստացվող առաջին կադրերին զուգահեռ Հայաստանում որոշակի սոցիալական տագնապ ու մտահոգության ալիք բարձրացավ։ Չլինի թե հարևանների մեծ հոսքի հետ տների վարձավճարներն էլի բարձրանան այնքան, որ մարդիկ բեռ ու բարձով դրսում հայտնվեն, ինչպես եղավ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկին։ Այս պահին Իրանի դեպքերով պայմանավորված չի ասի, որ կա որևէ միտում շուկայում։ Համենայն դեպս մեր մոտ նկատելի չի եւ մեր գործընկերների հետ ում հետ շփվում ենք դեռ որևէ էական շարժ չի նկատվում։ Փորձը հուշում է շուկայի կտրուկ տատանումներից առաջին տուժողը տեղացի վարձակալներն են։ Եղել է տանտերը խնդրել է շատ արագ ազատել բնակարանը այն կրկնակի, նույնիսկ եռակի բարձր գնով օրինակ ռուսներին տալու նպատակով։ Նման տհաճ իրավիճակներում չհայտնվելու համար մասնագետները հայտնի ու փորձված լուծում են առաջարկում։ Խորհուրդ կտամ մեր բոլոր քաղաքացիներին, ովքեր վարձակալած բնակարան ունեն, պարտադիր կնքեն վարձակալության պայմանագիր, որպեսզի չգան իրանց կամայական դուրս չանեն տնից։ Պայմանագրի առկայության դեպքում կամայական ոչ մեկ չի կարող եւ իրավական process-ներ պետք է լինի։ Նույնիսկ եթե պայմանագիրը ավարտված է լինում, ելի մարդուն շատ բարդ է այդ բնակարանից հանելը, բայց եթե ոչ մի կարգավորում չի լինում, այդտեղ արդեն խնդիր է ունենում վարձակալը։ Գները չբարձրացնելու կոչերն ու հորդորները չեն աշխատելու, վստահեցնում են մասնագետները։ Ուստի բանավոր պայմանավորվածությունների վրա չպետք է հիմնվել։ Մյուս կողմից, երբ վիճակն անվերահսկելի է դառնում, պետությունը պասիվ հետևողի կամ հորդորներ հնչեցնողի դերում չպետք է լինի։ Զսպող մեխանիզմներ են անհրաժեշտ։ Պետք է որոշակի առաստաղ սահմանել գների որոշակի սահմաններում եւ թույլ չտալ, որ գների բարձրացումը որոշակի սահմանից բարձր լինի, դա լուծումներից մեկն է եւ այդ դեպքում վարձակալների շահերը կարող են պաշտպանված լինել։ Նույն ռուս-ուկրաինականի ժամանակ ես այս դեպք ասեմ, երբ որ գույքը դեռ նկարներով տեսած հաճախորդը համաձայնվում էր $500 վարձել, միջև գնում էր տունը տեսնելու, իրան ճանապարհին զանգում ասում են այդ տունը վարձակալվել է արդեն։ Ավշուտ մարդ կա գայս է 700-ը վարձակալի։ Այդ նույն վարձակալը ասում էր ես կգամ 1000-ով կվարձակալեմ, մենակ թողեք ես գամ։ Այսինքն այդ պահանջարկը այդ իրավիճակում ինքն է բարձրացրել գները։ Այս փուլում սովորականից մի փոքր ավելի ակտիվություն է նկատվում բնակարանների վաճառքի շուկայում։ Մի որոշակի զանգված, որոնք որ գույքը անշարժ գույք գնում էին ներդրման տեսանկյունից, իրանց մոտ որոշակի պասիվություն նկատվում էր։ Եվ հիմա հակառակն է, որ արդեն որոշակի զանգված որոշում է կայացնում, որ հիմա էսեն պահնա, կոպիտ ասած շուկայի ներքևի պահնա, որտեղից հետո կին չի իջնելու, եւ հիմա արդեն ժամանակն է գույք ձեռք բերելու եւ վարձակալությամբ հանձնելու։ Բարձով բնակարանների գները հիմա մասնագետների դիտարկմամբ գրեթե կարգավորված են որոշ բացառություններով։ Պաշտոնական վիճակագրությունը գների մասին լռում է, բայց ամենաթարմ տվյալները հուշում են՝ պահանջարկը նվազել է։ Այս տարվա ապրիլին օրինակ նախորդ տարվա համեմատ հանրապետությունում վարձակալության գործարքները նվազել են ավելի քան 4%, իսկ Երևանում, որին բաժին է հասնում գործարքների առյուծի բաժինը, գրեթե 8% պահանջարկի նվազում կա։ Այս պահին վիճակը բալանսավորված է, շուկային կայունաչն է ձեռնտու։ Խաղի կանոնների փոփոխությունն օգուտ չի բերում ոլորտին։ Ուստի կառավարությունը կարող է մասնագետների հետ խորհրդակցելով որոշակի մեխանիզմներ ու կանոններ սահմանել, որոնք ձեռնտու կլինեն եւ վարձակալներին, եւ սեփականատերերին։ Հերմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։